Կնունի տոնավաճառություն ու հիմա եկել են էլի նույն մեր օրեն մարդ։ Մեր հիմնական բանը այս օրենքը կասեցնելն է, այս թղթաբանությունը վերացնելը ու այս նոր են մցես ապրում եկողի կասվի։ Հդմն նոր հդմն են ուզում մեր վրա վաճառեն ու փողն նաղդով են ուզում։ Ինչ խնդիրների առաջ եք կանգնում այդ որոշմամբ։ Այդ որոշումը կանգնել ենք արդեն ածեն փակելու առաջ են կանգնել, էլի եթե չկա ասենք աշխատենք պլյուս եկա մի հատ էլ ակտ գրեցին ասել કે թղթաբանություն կա։ Ես իրանց ասեցի, եկեք, տեսեք, մի հատ եկեք ուսումնասիրեք այս շուկան, մեր շուկան յուրահատուկ շուկա է, էլի։ Ասենք կա նոր ապրանքներ վաճառում, քիչ են։ Ու մեծամասնությունը օգտագործած ապրանք, հենց դրա վրա է հիմնվել այդ շուկան, օգտագործած սովետական 70-ական, 60-ական թվերի ապրանքը ինչ թող, որտեղից։ Չի կարող ոչ ոքի վերել։ Դոնե դրանց վրից վերացրեք, հետո պետք է դրա համար գան, եկել են, նկարել են, մարդը չէ, օգտագործած ապրանքներից չի կարող թողալ։ Իր համար գործ դրել ստեցել, ոնց որ ասում են փագի դու պետք չես։ Այս պետությանը։ Իսկ առևտուր լինում է, առևտուր անում։ Այս հունվարից ես հաշվել եմ, արդեն հունվարի մինուսը եմ գնացել, ոնց որ հələ մի բանը թոշակս եմ բերում, բան ես դնում եմ վրա։ Այս փետրվարն էլ նույնն է, չի լավացել։ Այս երկրը ոնց է, մի հատ նոր տարի են անում այս ազգը, մինչև խել չեն գալիս, տարին պրծավ, շատ չկա էլի։ Ժողովրդի վիճակը վատը, այս օրենք որ մցեց ավելի է վատանալու։ Այն ովքեր հարստացեն, դրանք էլ են հարստանալ, իսկ այս մանր միջին բիզնեսը վատանալի է վիճակները։ Իսկ ինչ նպատակով են, այն տեսեք, մանր փոքր տնտեսվարողների հարված է, չէ՞ փաստորեն սա։ Ինչ նպատակով է արվում։ Բոլոր ամբողջ աշխարհում մանր նոր ասում մարդը բիզնես դնել, իրան արտոնություններ են տալիս։ Ասենք գոնե մի տարի, դաժե լսել եմ Վրաստանում էլ հարևան երկրում։ Մի տարի ասում են հարկել մի մուծի մի քիչ ոտի կանգնի։ Բան է դում են այս մարդը արդեն ի վիճակի է, իր բիզնեսը արդեն կայուն է։ Նոր չեն հարկերը վեկեստի բանը ասում համ ասում են այդ բանի մանր միջինի վճարած հարկերը 2%-ն է բյուջեի, շատ չնչին է։ Բայց ես այս օրենքը որ մտցնում ես արդեն կասկածում, նշանակում է հույսները մենակ մանրի միջինի վրա են դրել, բայց գոնե այնքան ճիշտ օրենք ընդունեն, բայց մանրի միջին չստկեն, էլի չփակվեն։ Այս ժողովուրդը դից էլ աշխատատեղ չկա, մենակ սա առևտուր է այս երկրում։ Այսօր նաև շատ է օնլայն առևտուրը, ձեզ վրա ինչպես է անդրադառնում։ Դե օնլայն իմ ապրանքն են ցա որ օնլայն առևտուրը դեռ չէ։ Օնլայն հիմնականում ասում են մարդկանց, ասենք ստանդարտ Չինաստանից են ապրանք բերում եւ այլ, ասենք մարդը բերում է բան անում, բայց տենում այդ Viber-ը բան ավելի էժան է այդ ապրանքը։ Արդեն մրցունակ չէ էլի դա առնում է իր առևտուրը։ Իմս մի քիչ ուրիշ ապրանքներ, ասենք սովետականին մի քիչ հասկանում են, վեկալում վերանորոգում են, բարեմանը վերավաճառում են, դրանից էլ ենք 5%-ը զորով հարկեր տալիս, հիմա սարքել 10%, շատ դժվար ալնում են։ Հիմա բողոքի ակցիա եք իրականացնում եւ սա առաջինը չէ, ինչպես են արձագանքում կառավարությունից, նամակ ուղարկել եք, նամակի պատասխան եղել է։ Գնացինք աշխատակազմի, ընդունեց մեզ առաջի անգամ։ Ուրեմն գալիս է հետը մեկը չի ասում մենք իրավասու չենք այս բանը։ Գալիս է ֆինանսների փոխնախարարը նույն բան։ Ասում է այս օրենք մենք գնում ենք ազգային ժողովում հանդիպում են։ Այդ դրա հեղինակներից մեկն է Վապկեն Թունյանը։ Նույն բանը են ասում մենք եկեք իրար հետ խոսանք, բան անենք, բայց այս օրենքը չեն կարող կասեցնենք։ Սա սլակները գնում է մի օջ Նիկոլ Փաշինյան, միայն Նիկոլ Փաշինյանը կար։ Հիմա ստեղ մի ամիտ մարդիկան ասում է ֆինանսների նախարարը, այս վերջի անգամ հանդիպեցին, ասում եկեք ձեզ ծրագրեր ասեմ, էժան վարկեր տան։ Այդ մարդիկ այդ վարկը վեկալսին պիտի կարողանան տակից դուրս գնալ։ Ասում է այդ մի անգամ խոսած ասա մտցնենք մի քանի ամիս թոմանա տենանք ինչ ազդեցություն անում այդ օրենքը։ Նոր կերևա։ Ինչ ազդեն մտցնես մարդիկ ազդեները փագեն, նոր հետ կանչես այդ օրենքը։ Հեղինակը ինքն է ինչ ասում եմ հույս ունեմ Նիկոլ Փաշինյանը կլսի ես մեր պայմանների ընդառաջ ես էլ եմ ասում ես մեր որտեղ որ ես աշխատում եմ շատ յուրահատուկ շուկա է 90% օգտագործած ապրանքը դրան թղթաբանություն մտցնում որ հարկային է այդ մարդուն այդ թեժ մարդուն խեղդի մի հատ ակտ գրեց այդ մարդը փակել է Հայք Նյուս լրատվականի հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ մենք գտնվում ենք կառավարության շենքի մոտ, այստեղ մի շարք տնտեսվարողներ բողոքի ակցիա են իրականացնում։
Ասրա բաժակի գոտի չունեք, բայց կարամ ուրիշ շալվարի գոտի նվիրեմ ուզում։ Ասրա չէ, ես նվեր չեմ ուզում։ Իրանց անբաժական։ Ես չեմ բաժարում, ասելա, տվել է գոտի, իր ուրիշ շալվարի հանելա տվել է 1000 գրամը, ցելա գնացել է, շալվարը խփել է կազակ։ Այդ 1000 գրամի համար եկել են մոբանը։ Նայք ինչ ձև են անում։ Ինչ ձև տիա բար են բարգում։ Սրա տվե գոտի, թող չտա։ Բա ես ինչ գիտեմ, դու նորմալ մարդ ես նվիրել եմ, թե նորմալ մարդ չես։ Չէ, օրինակ եմ ասում, ես քեզ համարել եմ հայ ազգի երկակի։ Ինձի պետք չի, լավ են մեկներ չի տանում, նվիրել եմ քեզ։ Նվիրել են թորը գալիս է, ես նա բլուզ կարել եմ նվիրում, ես էլ եմ նվիրում։ Դու, հա, ինչ գրևեսի ես եմ հակելի, ես եմ հակելի։ Եթե խփի, լեքին ընես կկանչի գողանալ կտել։ Բա այդ եմ ասում, Ամեն ինչը գողանալի պատերազմներ հայտարարել մեր հայ ժողովրդի դեմ, բոլոր բնակավարին։ Մենակ մեր բնակավարից, բոլոր ատամնապուշներ, մեղավորները, ծաղիկները, անասունները, սա բանար է, մարդը մի հատ փով ապահում սարերն է ուղարկում, որ բերի մորթի հարմանի, չէ, պետքա չիպավորես մորթելուց 60,000 պատերազմը հայտարարել։ պատերազմը հայտարարել ամբողջ հայ ազգի դեմ։ Ինքան թանուր աղմամբ, ուզում է մեր հայ ժողորդի, սանք լուծ բանանի, հայաթափանի, դատարկի Հայաստանը, որ էդ էլ ծախի։ Սա Լևոնի գծածնա, չէ որ քսենք, էդ ում համար պարշի, որ իրականիկը Լևոնի կենու աղջիկն է, հա իրանց գծով պետքա շարունակի, թե չէ։ Բոլորի համար է պարզ։ Լավ ոնց կարելի է այն մարդը, որ քեզ փոսից, ես ուղղակի իմ ուղեղում չի տեղավորվում, որ բռնում ես մեկին ցեխից հանում ես, դնում ես խալու վրա, ասում ես վայ էլի, ու ասում ես քո գլխին այնքան բամպեմ, որ դու հասկանաս ինձ պետք է ցեխից չհանեիր։ Հա Տվեցին քիվայից ամենամեծ մեծ սխալը հերնել էր ասում ավելի խելացի մարդ չկա բերեք դրեք հիմա ինք եկա կշտացավ իրանց մոտ ամեն ինչ օքեյ է հիմա պետք է անեց անեմ որ մեր ժողովուրդը սննկանա փողի չեն